Ընդդիմության անօրինական գործողությունները, որոնք արտացոլվել են ընտրակաշառք բաժանելու տեսքով, շատ խիստ իրավական գնահատականի են արժանանալու։ Աշխատելու են քայլեր ձեռնարկել, որ ընտրակաշառք բաժանողները արմատախիլ արվեն Հայաստանից։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա, ռուսական ուղղվածություն ունեցող ուժերի նման գործելակերպը հատել է քաղաքական եւ բարոյական գծերը։ Վերջինիս գնահատմամբ նրանք Հայաստանի քաղաքացու կողմից մեկ անգամ եւս մերժվեցին, չնայած օգտագործած բազմաթիվ ռեսուրսներին։ Ու հələ մի հատ էլ որ ընդդիմությունն է խոսում ընտրակեղծիքներից կամ նմանատիպ բաներից բողոքում է, իրոք տենց մարդկանց դեմքներին ժպիտ առաջացնում, գյուղերով ընտրակաշառք են բաժանել ու միակ բանը որ կարող են իրենք բողոքել, միակ բանից որ իրենք կարող են բողոքել, այդ այն է որ իրենք փողը տվել են ու իրանց չեն ընտրել մարդիկ։ Դիտարկմանը թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած որոշման հիման վրա երկու ընտրատեղամասերում քվեարկության արդյունքները չեղյալ են համարվել ու կարող են ուժերից մեկի անցողիկ շեմը չհաղթարելու պատճառ դառնալ, Ավինյանը ընդգծեց, որ որպես իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ այդ ամենն իրեն քիչ է հետաքրքրում, քանի որ ընտրակաշառք հետ առնչություն ունեցող յուրաքանչյուր ուժ հայաստանյան քաղաքական դաշտում պետք է գոյություն չունենա։ 2018 թվականից մինչ այսօր որևէ մեկը էականորեն չէր փորձել այդ ընտրակեղծարարության այս տեսակ ծավալը նույնպես իրականացնել։ Հիմա այդ փորձը կատարվել է, այդ Ռուբիկոնը անցել են, այդ կարմիր գիծը հատել են եւ իրանք պատժվելու են։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գնահատմամբ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են պարզ, թափանցիկ եւ արդար։ Ըստ նրա դրա մասին են վկայում ոչ միայն միջազգային եւ տեղական դիտորդների արձանագրությունները, այլև ընտրության օրը եւ դրան հաջորդող օրերին քաղաքական ուժերի եւ հանրության տրամադրությունները։ Նախարարը իր խոսքում հավաստեց, որ իրավապահ համակարգը, այդ թվում ոստիկանությունը, իր պարտականությունները կատարել է եւ շարունակում է կատարել ամբողջությամբ։ Այս ամբողջ process-ի արդյունքում ես գոնե թե չեմ տեսել մինչև այս պահը քաղաքական որևէ ուժի կողմից որևէ ներկայացրած արձանագրում, որը կլինի փաստահեն, իրավաչափ եւ նմանատիպ պնդման կհանգեցնի։ Վերաբերում է ընտրությանը մասնակցելու նպատակով Հայաստան եկած քաղաքացիներին, ապա ներքին գործերի նախարարը նշեց, որ կառույցը տեղյակ է, թե որքան է կազմում նրանց թիվը, որը սակայն ներկապային հրապարակման ենթակա չէ։ Սարգսյանը նշեց, որ այդ քաղաքացիները իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են եւ կան դեպքեր, որոնց մասով, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից ժամանած որոշ քաղաքացիների նկատմամբ քրեական վարույթներ են նախաձեռնվել։ Եթե հայտնաբերել ենք, որ եղել է ընտրողի իրավունքի վրա ազդեցություն կամ իրենք որևէ ձևով խոչընդոտել են որևէ ընտրողի ընտրական իրավունքը, ապա նրանք բնականաբար ենթարկվել են մեր կողմից ձերբակալման եւ նրանց հանձնել ենք նախաքննական մարմին, օրինակ դեպք է եղել ընտրական իրավունքին խոչընդոտելու մասով, անձանց հավաքագրման մասով եւ այսպես շարունակ։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի կարծիքով էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախորդի որոշումը, որի արդյունքում երկու ընտրատեղամասի քվեարկություններ չեղյալ համարվեցին, դեռևս ոչինչ չի նշանակում եւ քաղաքացիական պայմանագրի 1224 քվեների կորուստը, որի մասին հայտարարվել է, կարող է կրկնակվեարկության արդյունքում վերականգնվել։ Նախարարը խոսեց նաև Շիկագո արգելավայրի շուրջ ծավալված իրադարձությունների մասին։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն այն հատվածները, որոնք անցել են ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ, էկոլոգիական լուրջ խնդրի առջև են կանգնած, քանի որ ծառահատումները այդ հատվածներում զանգվածային բնույթ են կրում։ Նախարարը նշեց, որ որպես կոպ նախագահ միջազգային հարթակներում ներկայացնելու է այդ խնդիրը։ Ըստ նրա, սակայն սահմանամերձ հատվածներում բնապահպանական խնդիրների ուղղությամբ աշխատանքների դանդաղումը կապված է սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներով։ Նրա պնդմամբ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես քաղաքական թիմի անդամ, այս բանին ամենակարևոր եւ օրակարգային խնդիրը հարևան Ադրբեջանի հետ խաղաղության դե յուրե հաստատումն է, որից հետո նոր կանրադառնան մնացյալ խնդիրների լուծմանը։ Եվ ես վստահ եմ, որ մենք դե ֆակտո խաղաղությունը, որ այս բանին ունենք, եւ որ ամբողջությամբ հաստատվի դե յուրե եւ ամբողջությամբ ունենանք սահմանազատված սահմաններ մեր հարևանների հետ, այդ ժամանակ արդեն կարծում եմ այն միջազգային հարթակներում, որտեղ որ ես հանդես եմ գալիս որպես կոպ նախագահ, ես նաև այդ հնարավորությունը կօգտագործեմ, որպեսզի գործընկերների հետ աշխատենք, քննարկենք, առաջարկություններով հանդես գանք, որպեսզի իրականացնենք օրինակ անդրսահմանային հատվածներում միասնական բնապահպանական ծրագրեր։ Ընդգծելով, որ այն ակտիվ փուլում է եւ արդեն աշնանն այն պատրաստ կլինի, հավելելով այդ առնչությամբ համապատասխան գերատեսչությունը հանդես կգա հայտարարություններով։